Սասնա ծռեր, Գ հատոր, Ժ բ պատում, Սասնա ծռեր, պատմեց նոր բայազետցի Թորգոմ Սարգսյանը, Մասիս վերին Նեջերլու գյուղ, գրառված է 1972 թվականին։ Մհեր Մտածում են, պատրաստվում են, որ պտի գան կապուտ գյուղ, ելնում են գալիս են, բարեկամներով, գալիս են կապուտ գյուղ, եթում են թագավորի կուշտ, գլուխ են իջեցնում, թագավորը տեղ է ցույց տալում, նստում են։ Ասում ինչ մարդ եք, ասում մենք Դավիթի բարեկամներն ենք, ես հորողբերն եմ, ես էլ հորողբրտանքն են։ Մենք լսել ենք, որ մեզ երեխա է ել է խանդութ խանումից, Դավիթն էլ եկավ խլատ կռիվ արավ 4-5 տարի, Դավիթին սպանեցին, հիմա մեզի ետնամնա չունենք, պտի մեր երեխեն ծնվելա տակ, աղջիկա թե տղայա պտի տաս տանեմ, ասում այ մարդ, դոնց երեխա չել է, մի քանի տարի մնացե երեխա չունեցե, մի հատ եղերա մերերա, քանի տարեկան էր, 3 տարեկան, ասավ եթանք, որտեղա խորուկ, գերեզմններ, կեթանք իշկանք ասավ, եթե 3 տարեկան էլ է, 3 շենք պտի ելնի, չապենք, եթե 3 շենք է լավ, երի մեր մերելնա, եթե 3 շենք չելավ, երի մեր մերելը չի, եթում են գերեզմններ չապում, աղբեր ասում, աստեղ ուրա մեզ մերել, 3 շենք մեզի մերել չկա եստեղ, բայց ընդեղ էտ մարդը պատրաստ է, իր թայդաշ տղեք ճոգե, սաս, սանթուր, ուտել, խմել, որ տղեն, ասկի ուշադրություն չդարձնա ուրիշ տեղ, որ քեֆի մեջ է, խաբար չլնի, թե ով եկե, ով է թում, ինչ մարդիկ է եկած, ինչ հարց ու փորձ է։ Տղեն էտ քեֆի մեջ ալնում։ Աղբեր ջան ասում, ստեղ մեզ մերել չունենք, կանչում են քավորին, քավորն ասում է ճիշտ է, եղել է, մի տղա եղել է, բայց մահացել է, ասում է քավոր ջան, ինչու ես խափում, մեր երեխան սաղ է, այտենց գերեզման չկա ձեր գերեզմանների մեջ, մեր տղեն սաղ է, թող մեր երեխան տան, եթանք։ Քավոր Ղևան, չէ որ ասում դու քավոր մարդ ես եղե, Դավիթին հավատարիմ ես եղե, մենք էտենց ենք լսացել ենք։ Վերջ ինչքան խնդրում են, թագավորը վիշ չառնում, եղե մեր է, դե լավ ասում, ես կբորամ, մերասկ որտեղ ելնի, ընդուս դուրս կլնի, ցենովովան բերում կաշին կապում մեջքն էլի, ձեռները դնում կողերին փորում, մի նարայա կանչում, նարայ որ կանչում, տղեն խլուշ ելնում, նաղարեն սաստիկ սկսում են խփել, որ տղեն չլսա դու ցայնը, մեկ էլա փորում, մեկ էլ 3-ի վրեն սկսում էսյանեն յան տապել, դուս ելնումինք, վազում, գալում, տեսնում 3 խոտ մարդ կայնուկ են, գալում, այդոնց կողքի խետ կայնում, այ ես Դավիթի տղան է, սրան պտի տանենք, այ մարդիկ ասում, ես ոյիտ մարդ եմ, բաստուն տանեք, ես ընչով ապրեմ, չէ ասում, բա մեր աղշարնով պտի տիրա, մեր աղշարն էլ էդ մարդը պտի տիրա, էդ մարդին վերցնում են բերելու, խնդրում է, մենք խնդրում ենք ասում, դրա էդ ձերը որ այտենց փակա, կարակ մի բացեք, Ցենովովանը գալում կանչում Մարութա ասվարածին, խաչնուսին, խնդրում, ձերն իրար տալում, բացում, մչից մելերտ արուն թափում, բա ասում, սա ինչ է, ասում աղշար սրա ձեռնով պտի ավիրվի, քանդվի, աղշար սրանով էլ վերանա, ու վերցնում են տղին, գալում են, բերում են տղին, պաշտպանում են, տղեն մեծանում, կինն էլի ասում, բերեցիր էլի, գացիր մի հատ անտերը, գդար էլի բերեցիր, սև պատիժ մեր ջանը գցեցիր, հստուն տուր ասում մի աշխատանքի, որ ելնի էթա մի աշխատանք անի, ասում այքնիկ երեխայա, թող սա մեծանա, մեր սասունա տերը կդառնա, մենք դրա թրի տակը կապրենք, տեսնում ես գալիս են մեզի բոլոր ճնշում են, եթե Դավիթը չլներ, մենք կարինք ապրինք, Դավիթը նեղավ, փարահեղ ապրանք, ուրիշ պետություններ
էլի գլուխ կվերցնեն, կգան մեզի վրա կռիվ, մեր երկիրը կկոտորեն ու մեզ կտանեն, վերջ կենգան համոզելով, մինչև տղեն դառնում է 10 տարեկան։ 10 տարեկանից ասում, ելել է, հեյ, ասում, խոտաղա, մետեղ դու թող աշխատա, ասում, բեկնիկ տանք, թողլնի կարնարած գյուղին, ասում, դու թողլնի կարնարած, բերում են մհերին տալում են կարնարած, անունը դնում են մհեր, մհերը եթում կարների դեմ, տանում կարները արածացնում, բերում, այդտեղ ջուն, ճանավար, լաբստրակ, ինչ որելնում, շողվում կարների խետ, առնում, բերում, լցում կեղ, ենքան ավազում էսյան են յան, ոտները ամբողջ արյունա թափում, չարող չի մնում ոտներն էլ, ժողվում կեսավուրին բերում, այ մարդիկ ասում ես, բալուլերը, որ դուք թողերեք, լաբստրակներին, ըստանք ըսկի չեն սթրում, են մեծերը լավ են խեղճ են, գայլերին ուրիշ ճանավարներին բերում ասում, սրանք շատ խեղճ են, բայց ես բալուլերը շատ չար են, ըսպանին ընձի ասում, ըսպանին այսօր սաղորը ըսպանեցին ընձի, այ մարդ, դերում են ջուն, ճանավար, կարները խեղճացած, ժողվե բերե լցե քաղաքի մեջ, եթում են դռները փակում են ու պարկում են, դռները փակած մտնում են ներս, ինքն էլ նեղանում ասում այ մարդ, որ մեկ ուլ ուներ երկուսն են բերե, որին երկու քար ուներ երեքն են բերե, որ 10 ուներ 15-ն են բերե, երեք ձեր քար ուլը չոգեցեք իրարից, ով է ականջանումը դնց, ճանավարներ բերե լցրե քաղաքի լաչ չեն ունենում, ցենով ովան վերջ տենում այդի գլող դրեց մի հատ բանի վրա քնավ, պետք է փախնեն լաբստրակներ չէ, լաբստրակներն որ սկսում են էսյան փախնել, էդի սարթնում ուզում ընկնել, իտվներ, որ ընկնում, իտվներ, ոտները փոբիկ զանում քարերին կրակա տալում դուս, այ մարդ արի ասում, մեհեր ջան, արի, էտոնք բալուլ են, խոուլեր չեն, արի ասեմ, արի, կալում ասում հորոխբեր, ինչ են բադոնք, ասում ըտոնք, չոլի վայրերիներ են, բալա ջան, արի թո փախնեն, են մչին էլ որը կփախնի, թո փախնի, գործ չունես, թո էտան ասում են խալալ մալը կմնա, են խարամ են, թո էտան, մերին համոզում բերում, հմեն թողնում են ճանավարներ փախնում են, մնում են կարներ, նոր ելնում են կարների տիրվան, կարներ ջոգում են, մի ժամանակ ապրելուց հետո էլի էդ մարդը խնդրում հորոխբորը ասում, մե ձիտու, մե բանտու ընձի համար ապրեմ, Ցենովովան ասում, բան չլնի դուս, ասում այ կնիկ, սրանք կարնարած անել նել չի սազա, մի օր էլ քաղաք կբերա կլցա ջուն, ճանավար, մեր քաղաքը կավիրա, ձինը խեցնում էդ մարդը, գնում մանգալու, մանագալում ես յան ճնճողազանում, լորազանում, կակավազանում իրեն համա, մինչև հասունանում դառնում 17-18 տարեկան, մի օր գիշեր, էդ մարդ իրան որսը լարում ու էթումա ընկնում էդ որսի դև լարում տանում կողում որտեղ որ մարութա ասվարածինը շինված է, տանում էդ մեշեն, գիշեր չի կարում վերադառնա մնում այդտեղ պարկում միտեղ քնում, գիշեր զարթնում իշկում տենում լուս, էս ինչ բանա, էս ինչ այել է, էս լուսը որ դուցա, ինքն իրան մտածում, կասկածանում, մինչև լուսը բացվում է, ելնում քալում, հորոխբոր կուշտ, հորոխբեր ասում է, մեր սարի մեջտեղը կա մի եկեղեցի խունարված, այդ եկեղեցում ասում է, լուսը կա, են ինչ եկեղեցի է անտեղ, հորոխբերը մտածում, ասեմ, չասեմ, ինչ ասեմ, ասում է, այ բալամ, եկեղեցի է էլի խունարվերա, ինչ եկեղեցի կլնի ես ինչ գիտամ, քանի տարիներով եղել է այդ եկեղեցի, չէ ասում է, այդեղ մի բան կա, պետք է ճշտությունն ինձ ասես, եթե չասես, վատ կլինի մեր մեջ, ես այդ եկեղեցուց գլուխ չեմ կարող հանել, չեմ էլ իմանում, նույն տղեն էլի այդ փորձարար պարավի, թե պարավի երեխան ալում, էլի սրում են, սովորցնում են,
Էլի եթում այդ մարդը հդեղ դուց խորուրդ ա վերցնում, ասում Փալիկ ջան, գիտես ինչ եկեղեցի ա էդի, դա եղել է քո պապի ժամանակ, քո պապից հետո եղել է քո հոր եկեղեցին, քո հորից հետո էլ այդպես խունարվ է, ասում ա, ցենովովանը տեր չեղե, այդպես էլ խունարված, այդպես էլ մնում ա։ Գալիս ա հորողբոր կուշտ ստիպում հորողբորը նորից էլի բանվորներ վերցնում այդ եկեղեցին տանում պատրաստում, պատրաստելուց հետո գալու մանա գալու մեսյան էնյան։ Ցենովովանի կնիկը շատ վատ ա վարվում խետն, ուզում որ մեհերին կորցնի միտեղ, մեհեր ջան ասում, դու որ են հոր տղեն ելնես, քո հոր թշնամիները սպանեցին քո հորն ասում ա, դու կեթաս են երգիրը կավիրես։ Ասում որտեղ է այդ երգիրը, այդ երգիրն ասում խլաթն ա, մեկին կա ասում ա քո հոր զենքերն էլ են կինն ա պահում, բայց ձինն էլ ասում ա քու հորողբերն ա պահում, գնա հորողբորիցդ վերցրու ձին, ձինը վերցնում հորողբորից, խեցնում իր ձինը, ելնում քշում Էթում թե հասարակ թրով, հասարակ բանով, որ ասում են Դավիթի թուրը, Դավիթի ես, Դավիթի են, սուտ բաներ են, ես չեմ լսած այդպես ախպեր։ Էթում ենտեղ, որտեղ իր հերը ապրել է այդ կնոջ հետ, քանի տարիներ ա քաշե, պարավ կինա դառնում։ Այդ կնոջ մոտ էթում այդ մարդը խոնաղ ելնում, հարցնելով բարև քե ասում մայրիկ, բարև հազար բարի, ասում Փալիկ ջան, Մայրիկ ջան, խոնաղ կուզես, ասում խոնաղ որ կա ասուն է Փալիկ ջան, նստում այդ մարդիկը գիշերում ըդեղ, խոսում են, ասում են, մայրիկ ջան ասում, են ինչ զենքա որ ընտեղից կախած ա, որ զենքերին աշկն առնում, ասում զենք են էլի Փալա ջան, ինչ պետք է զենքերին, այդ զենքերի տերը ուրիշ մարդ ա եղե, այդ զենքերի տերը շատ հերոս մարդ ա եղե, ասում տեսնենք էլի մայրիկ, հլա մեր ուժը կպատա այդ զենքին վերցնենք, խալխանը, իրան կուրզը, նետ անեղը, տենանք իմ ուժը, կպատա այդոնց։ Ասում էտա էլի իշկատես, ելնում, ընտեղի ձեր տալում, վերցնում, բերում, նայում, ամեն ինչ բերում, մայրիկ ասում, էլի ինչ ունեցեր ասա, սա ասում, խաչ ունեցեր ա, սա ունեցեր սապուկներ, սա ունեցեր ա գոտին մշքին, խաչը ուսին, սրանք բոլոր կա, այդ մարդը ինչպես սպանվել աստեղ, մենակ ձինը չկա դրան, բոլորն ստեղ ա, վերցնում այդ մարդը բերում ամեն ինչ տեսնում ճիշտ է, ինչ որ պատմել են, նույն պատմությունն է, մայրիկ ջան ասում, ստոնք տուրնձի, ինչ պետք է քեզի, որդի ասում, դա թողել ենք հիշատակ, որ հիշենք, ասում մայրիկ ջան, դու էլ պարվցեր ես, պտի մահանաս էլի, ինչ հիշատակ պտի մնա քեզի, տուրնձի երիտասարդ տղա եմ էլի, վերցրու ասում, որդի, այդ զենքերը վերցնում այդ մարդ, առավոտ պատրաստվում, հագնում, սկսում այդ գյուղի հետ կռվել, 7 տարի կռվում ըդեղ, այնպես է ջարդում, մինչև հիմա ասում, մխում ա հլե այդ աղշարը, մեհերը կոտորելուց վերադառնում է, մայրիկ ասում է, քեզի չեմ թիպնում, դու լավ մայրիկ ես, ատենց էլ մաց, դու քո մահով մահացի, ասում, թողնում ես ինչ դառնամ, բայխուշ ստեղ, ինձ էլ սպանա թող ես քաջի ձեռով էտամ, մայրիկին էլ չխնայում, խփում դրան էլ է սպանում, վերադառնում է Սասուն վերադառնում է, էլի ուրիշ պետություններից կռիվ են գալում խետ, բայց մի աղջկա էլի սիրահարվում, խետը դեղձուն ծամին է առնում, ադու խմարել, կռիվ անում էտի, ադեղ առնում դեղձուն ծամին, դեղձուն ծամը բերում է Սասուն երբ որ մնում է այդ մարդը, կինը մնում է երեխայով, ինքը եթում ա կռիվ, շատ ժամանակներ կռվում, շատ, որ ասում են արդեն մեհերը չկա ու էլ չլնի, ու այդ փոքր տղի անունը դնում են մեհեր, նոր տղի անունը դնում են փոքր մեհեր, փոքր մեհերը մեծանում,
որ սկսում երեխաների հետ կռիվ, թավի ասում են հայ մարդ քո հերը սենց մի քաչ մարդ ա եղե, էսյան, էնյան ընկնելով ես իմ որտեղը սպանեցին, դու ընչի ես եկե ընկեր ես, ես խեղճ քասիպ քյուսուբ երեխեքինս են ջարդում ես, գալում է մորն ասում ա, ընձի հեր եղել ա, ասում չէ, դու եղել ես եսա ծենովովանից, ասում ես բիձից, ես ասում են իմ հորողբերն ա, չէ, այո ասում ա դա ա մեր տերը, չէ ասում, ընձի հեր ա եղե, իմ հորտեղն ասա ընձի, այ որդի ասում, քու հորտեղն ես ինչ գիտամ, քու հերը քնած ուրիշ ախշար, ուրիշ տեղ կրվելու, ով գիտա հերդ սաղա թե մեռած ա ես իմ, հորիցդ խաբար չունեմ, տեղեկություն չունեմ, որտեղ ասում ըլնի, ես պիտի գտնեմ իմ հորը, մեր շատ ա ասում, տղեն քիչ ա լսում, ուր ըլնի ասում, ես իմ հոր ետևից պտի գնամ, չարա չկա, իլաչ չկա, պտի գնամ, գտնեմ իմ հոր, որտեղ էլ սպանված ըլնի, որտեղ էլ մեռած ըլնի, պտի դարձյալ իմ հոր գտնեմ, մերը տղին չի թողում, տղեն ասում ա, ես կեթամ իմ հորը գտնելու, դե ասում ա, որ կեթաս, քու հորն մի նշան կա, տամ կապա թևդ, գնա ասում ա, նա չար մարդա գուցե, չճանաչեք իրար, ձեր ցեղը գորոս ցեղա, առնեք իրար սպանեք, երբ կհանդիպեք իրար, սա ցույց տաս, ինքը գիտա, որ դու նրա տղեն ես, որ կասի անունդ ինչա կասես, փոքր մհերն եմ, բազբանդը կապում թև, բայց մոր սիրտը չի տանում էլի, ինչա մտածում ասում, ես էլ պտի ընկնեմ սրայի տև, սրանք գնացին ես ինչ պտի անեմ, ըլնում ես մարդը մեկ կողմից էլ էդի, կրվելով, աշխարհ չափելով էթում, տեսնում մի հատ բիձամարդ, մորուսը թողած, մի հատ գեղեցիկ աղջիկ վերցրել, բերում, այդեղ շատ բաներ կա, էդ չեմ կարա հիշե, չեմ կարա տեղը բերեմ, այդպես գնաց է, գալում են խեր ու տղա հանդիպում են իրար, հանդիպելու ժամանակ տղեն ասում, հայրիկ, ես գեղեցիկ աղջիկը դու ինչ ես անում, մեծ մարդ, ասում են չի, ինձ պետք չէ ասում ա, չէ ասում ա, ասում, ինձ էլ գուցե տղա ունեմ, տղա ալի կամ մե բարեկամ ալի, տանեմ նրա համար, հայ ասում, իծամորուկ, դու ինչ ես անում, ես աղջիկն, Հենց ես չարացնում ասում, որ մեկ կուրզանեմ տեղն ու տեղդ մնաս, լագոտ ասում, դեր կաթախոտ բերնետ կալումա, դու ումս անես, խորխետ վեջի են մտնում, հլնում են, սկսում կրվել, շատ են կրվում, հորը շատ չարչարում, տանջում, հեր մտածում, որ անպայման իրան կսպանի եսի հասում, ես որտեղից բնա եկավ ես պահլևանը, անպայման ընձի բդի սպանա, ես սրա ձեռ խեղճանում եմ, ասմա բալիկ ջան, իջնենք ձյանքից, գյուլաշ խասնենք, եթե ասմա դու հաղթիր, ընձի կցիր, դու ինձ սպանա, եթե ես կցեցի քեզի, ես քեզ կսպանեմ, շատ լավ ասում, իջնենք, իջնում են, երկսով խասնում են գյուլաշ, բայց մերը հետևում ա դրանց, ասում, դա հերսոտ մարդ ա իր տղային կսպանի անպայման, ընկնում ա հետևը գալում է, նայում ա հերվից տեսնում, որ երկսով խասան իրար չարչարում են, տանում են իրար, բերում են, ջոչ մհեր վերցնում տղին, դնում գետին, դնելուն սուրը քաշում, որը սպանա տղի մտեն էթում, բազբանդը, մերը բորում ասմա, հայրը որդուն չի է սպանա, լսում մի հատ ձայն ա գալում, ձայնին ուշադրություն դարձնելուն տեսնում, որ այ մարդ, էս կինը մոտենում ասում, ուր ես սպանում, նոր տղեն ընկնում գլխու, որ եսի մերն ա, որ ընձի սպանես ասում ա, դու մհերի ձեռից չես ազատվի, նոր տեսնում ա, որ սա իրա տղան ա, բարձր ցնում ասում ա, էս քո տղան ա, ծանոթանում են այդեղ հերուորդի, իրար համբուրում են, ես աղջիկն էլ ասում, քեզ համար եմ բերե, բալիկ ջան, ես քեզ գնացու եմ բերե, ինձ համար չեր էլի, որ դու ինձ ասում իր երիտասարդ գեղեցիկ աղջիկն ինչու ես բերե,
Էս աղջիկն էլ տալում է տղին, վերցնում գալում, հայրը անիծում է տղին, անմահ ու անժառանգ մնաս, էդպես էլ փոքր մհերը էթում է կորում, էդուց ավել էլ չեմ կարա ասել, շատ է, բայց միտս չէ։